Այս շաբաթվա գլխավոր հասարակական քաղաքական լուրը գալիս է ուրբաթ, մոտ 80 օր անազատության մեջ գտնվող հայ բարերար Սամվել Կարապետյանի թիմը հայտարարում է մեր ձևով ժողովրդական շարժման մեկնարկի մասին։ Շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարում է, թե ինչ նպատակների հետևից է գնում շարժումը, ովքեր կարող են միանալ։ Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս եւ գործընկերներս հայտարարում ենք մեր ձևով կամավորական շարժման հիմնադրման մասին։ Ինչ է նշանակում կամավորական շարժում եւ ինչու ենք մենք դրա, այլ ոչ թե կուսակցության մեկնարկի մասին հայտարարում։ Կամավորական շարժումը այն հարմար ձևաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար։ Շարժումը ապաքաղաքական կամավոր միավորում է մարդկանց, ովքեր պատրաստ են անձնուրաց ծառայել անօգուտ նպատակի։ Շարժման մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների եւ հայացքների տերմարտիկ, ովքեր կարող են աշխատանքից ազատ ժամանակ մասնակցել շարժման աշխատանքներին։ Նշանակում է արդյոք, որ մենք կուսակցություն կոնկրետ ինչպես Սամվել Կարապետյանն էր ասում, սկզբունքորեն նոր քաղաքական ուժ այլևս չենք ստեղծելու։ Ոչ, չի նշանակում։ Սա մեր կատարելիք աշխատանքի միայն առաջի փուլն է, Հայաստանում առաջիկայում ընտրական գործընթացներ են սպասվում եւ դրանց մասնակցելու օրենքով նախատեսված ամենահարմար ձևը կուսակցական մասնակցությունն է։ Եվ մեր գործունեության երկրորդ փուլում մենք պատրաստում ենք մեր մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կուսակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։ Նարեկ Կարապետյանը նաև մի վերջին անգամ ձևակերպում է, թե ինչ նկատի ունեն ասելով մեր ձևով։ Ինչ է նշանակում մեր ձևով։ Այս բառակապակցությունը Սամվել Կարապետյանի հայտնի հարցազրույցից հետո թեղավար խոսք է դարձել հայության մեջ ամբողջ աշխարհում։ Կարծում ենք, որ արդեն բոլորը հասկացել են, որ մեր ձևով նշանակում է հայավարի։ Այսինքն պատվով, աշխատասիրությամբ եւ խելքով։ Մեր ձևով նշանակում է արժանապատվությամբ, մեր ձևով, այսինքն հանուն մեր երեխաների իրական ու բարեկեցիկ ապագայի, ու մենք ինչ անենք, անելու ենք մեր ձևով։ Հայաստանում ծավալվող դեպքերի վրա է այս շաբաթ հասարակության ուշադրությունը բևեռում ամերիկյան Daily Caller պարբերականը։ Ամենահին քրիստոնեական երկիրը հետապնդում է եպիսկոպոսներին եւ գործարարին քրիստոնեությունը պաշտպանելու համար։ Հենց գլխագրերում այսպես է ձևակերպում ամերիկյան լրատվամիջոցը այն պարադոքսը, որը կա մեր իրականությունում, բայց չունի տրամաբանական որևէ բացատրություն։ Պարադոքս, որի առաջին միտքը ամենահին քրիստոնեական երկիր լինելը պետք է որ բացառեր երկրորդի հնարավորությունը քրիստոնյաներին ու նրանց պաշտպաններին հետապնդելը։ Այս չարագուշակ եւ արտառոց լուրը վերնագիր դարձնելով ամերիկյան պարբերականը պատմում է, թե ինչպես է ծավալվել քաղաքական թշնամանքի կրակը ամենահին քրիստոնեական երկրում։ Ըստ պարբերականի հակամարտությունը սկսվել է մայիսին, երբ Հայաստանի վարչապետը մեղադրել է հայ առաքելական եկեղեցու առաջնորդին, եկեղեցին հերքել է մեղադրանքները, ինչը հունիսին հանգեցրել է հոգևորականների զանգվածային ձերբակալությունների եւ հեղաշրջում կազմակերպելու մեղադրանքների։ Ձերբակալվածների թվում է հայտնվել Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը Սամվել Կարապետյանը, որը ավելի վաղ վարչապետին մեղադրել էր երկրի առաջատար կրոնական կառույցի բացահայտ հետապնդման մեջ։ Միլիարդատերը հայտարարել էր. «Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։ Այն նույն օրը, երբ Կարապետյանը հրապարակել է այս հայտարարությունը, նրան ձերբակալել են, իսկ նրա տունը խուզարկել։ Վարչապետը նաև խոստացել է ազգայնացնել Կարապետյանի Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը։ Այնուհետև պարբերականը մեջբերում է Սամվել Կարապետյանի եղբորորդի եւ Թաշիր Capital-ի տնօրեն Նարեկ Կարապետյանի խոսքը։ Մեր կրոնը շատ խաղաղասեր է եւ մենք չենք ուզում, որ 21-րդ դարում մեր երկրի եպիսկոպոսներին բանտ նստեցնեն։ Մեզ
համար սա կրոնի ազատության խնդիր է, Daily Caller լրատվականին ասել է Նարեկ Կարապետյանը։ Այնուհետև պարբերականը նշում է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին եւ կրկին մեջբերում է Նարեկ Կարապետյանի խոսքը։ Մենք ավտորիտար երկիր չենք եւ վարչապետի այսպիսի ոչ ժողովրդավարական քայլը շոկային էր, ասել է Նարեկ Կարապետյանը։ Նա հավելել է, որ եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության անբաժանելի մասը։ Հայերի համար քրիստոնեությունը պարզապես կրոն չէ, այն մեր մշակույթն է, այն մեր ամեն ինչն է, ամերիկյան պարբերականի հետ զրույցում շեշտել է Նարեկ Կարապետյանը։ Հայաստանյան լրատվամիջոցները եւս շարունակում են ուշադրության կենտրոնում պահել խոշոր գործարար Սամվել Կարապետյանի կալանքի շուրջ զարգացումները եւ նրա նոր ձևավորված թիմի մուտքը քաղաքական ասպարեզ։ Սամվել Կարապետյանի գլխավորած նոր քաղաքական ուժը հաջողության հասնելու մեծ ներուժ ունի եւ աջակցություն, 5-րդ ալիքի հայլու լրատվականին ասում է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։ Այդ թիմը նրա խոսքով շեշտը դնում է արժանապատիվ հայի վրա, որը ցանկանում է աշխատել ու լավ ապրել եւ այդ առումով իրենք բավական լուրջ մրցակից են գործող վարչապետին։ Տնտեսական շեշտադրումը դառնալու է Սամվել Կարապետյանի թիմի հաջողության բանալին, որովհետև մարդիկ հոգնել են քաղաքական դատարկախոսությունից ու բացասական լուրերից, ասում է քաղաքագետը։ Սամվել Կարապետյանի ազդեցության իրական մասշտաբը քաղաքագետի պնդմամբ կտեսնենք, երբ գործի դրվեն քաղաքական տեխնոլոգիաները։ Բայց առանց դրանց էլ Փաշինյանը վախենում է Կարապետյանից, համոզված է Ալեն Ղևոնդյանը։ Արտավազան են հանգամանք, որ իշխանությունը տենց լարում ունի այդ մարդու 1.5 րոպեանոց տեքստից եւ ավելին ասեմ 2 ամսով երկարացրեցին հենց նույն հոդվածով ընդորում, դա նշանակում է, որ պետք է շատ ավելի շրջահայաց լինել ինֆորմացիան դուրս տալու մասով եւ ճիշտ թիմ ձևավորել։ Սամվել Կարապետյանի գլխավորած նոր ուժի տեղն ու դերը մեր քաղաքական դաշտում այս շաբաթ փորձում էին պարզել նաև ԻՏԵՍ մեդիայի տաղավարում։ Իրանք ազատ մտածող, լիբերալ տնտեսության կողմնակից, բան մարդիկ են, արժեքներ ստեղծող։ Ժողովրդավարության մասով էլ չեմ կարծում։ ԻՏԵՍ մեդիայի լրագրողը մտահոգ նշում է, որ Նարեկ Կարապետյանը խոսում է արդյունաբերականացման, լիբերալ բարեփոխումների, Վանաձորում գործարան կառուցելու մասին, բայց այդ ժողովրդավարության մասին չի խոսում։ Բայց դա նշանակում է ժողովրդավարությունը դեմ այն Նիկոլ Փաշինյանը ամեն օր ժողովրդավարությունից է խոսում, իմ չեն հասցրել շունչ կաշեն։ Ամեն օր իրանցից մարդին բռնում ենք, ասում ենք, բայց այդ տեքստերը նայել ենք, բայց օրինակ իրավունքի գերակայության մասին բան չեք ասել։ Լավ, թողնացիք տենեք, ինչ են ուզում անում։ Լրագրողի հաջորդ ձևակերպումը փորձում է ուղղել ոչ միայն նրա զրուցակիցը, այլև գործընկերը։ Սամվել Կարապետյանը որպես բիզնեսմեն Ռուսաստանում չէ կայացել։ Ու ասենք ինքը ովքեր ասած հենց ռուս բիզնեսմեն կայլ է հանած, Ռուսաստանում ինքը իր բիզնեսը կայունացել է, մեծացել է, փոխանցել է։ Հա, ռուսաստանցի, այսպես ձևակերպել։ Չգիտեմ ոնց։ Իր տաշիրի акցենտ է խոսացող մարդ, որ հայերենով տաշիրի բարբարով է խոսում, ասում ենք ռուս։ ԻՏԵՍ մեդիայի լրագրողի հայտնած յուրաքանչյուր հաջորդ մտահոգությունը ել ավելի մեծ տարակուսանք է հարուցում։ Չէ, բայց դա լավ է, եթե հարաբերությունները վատ է ռազմավարական դաշնակցից հետ, կարգավորի, որ մենակ չմնաց Թուրքիայի դեմ, Փարատվեցին, թե ոչ, ԻՏԵՍ մեդիայի լրագրողի մտահոգությունները հայտնի չէ, բայց ակնհայտորեն մտահոգիչ էր նրա մասնագիտական պատրաստվածությունը այս հարցազրույցին։ Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոքը վերաքննի չհասել դիմումը մուտքագրելուց 7 օր անց հայտնում է Ազատություն ռադիոկայանը։ Սա արտարոց է համարում փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Ազատություն ռադիոկայանի հետ հարցազրույցում պարզաբանելով կատարվածը փաստաբանը ասում է, որ այդ ուշացման պատճառը տեխնիկական չէ, որովհետև օրինակ առաջին կալանքի դեպքում, երբ հատուկ վերանայման բողոք ներկայացվեց, վարույթի նյութերը 1 օրում ուղարկվեցին վերաքննիչ, իսկ այստեղ 7 օր պահանջվեց, որպեսզի բողոքը հասնի դատարան, ասում է փաստաբան Ռուբեն Հակոբյանը։ Նա կարծում է, որ միտումնավոր են ձգձգել։ Փաստաբանը կասկածներ ունի, որ փորձել են վերաքննիչի որոշումը եւս կանխատեսելի դարձնել։ Ողջամիտ մտահոգություններ ունեմ, որ դրա տակ ինչ-որ բան թաքնված է։ Օրինակ,
ինչ-որ մեկը պետք է արձակուրդ գնա, սպասել են գնա, որ մակագրման համակարգում հանկարծ ինքը չդիմի կամ ինչ-որ մեկը արձակուրդի վերադառնա, որ հատկապես ինքը իրեն մակագրվի, որտեղ մենք տեսնում ենք, որ մակագրման գործընթացը թափանցիկ չէ եւ տարբեր ազդեցություններ այդ գործընթացի վրա այնուամենայնիվ տեղի են ունենում։ Այս պատճառներ էլ կարող են լինել։ Ամեն դեպքում դա նորմալ չէ, երբ որ 7 օր է պահանջվում առաջին Թաթյանի դատարանից վերադարձ դատարան հարությունները ուղարկել։ Ավելի քան 2 ամիս ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի նկատմամբ իշխանության վախերը ավելի ու ավելի են մեծանում, գրում է Հրապարակ օրաթերթը։ Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ քաղաքական իշխանությունից հրահանգ ունեն Սամվել Կարապետյանից դարի հանցագործ կերտել։ Քննում են Կարապետյանի 7 պորտը, գործին ներգրավված է նաև ՊԵԿ համակարգը, հայտնում է Հրապարակը։ Իրավապահ մարմիններում թերթի աղբյուրները նաև ասել են, որ սխեմաներ են գծում, որով հանրությանը փորձելու են հավատացնել, թե Կարապետյանը միլիարդներ է պետությունից ստացել, բայց ոչ մի կոպեկ չի ծախսել հեծի վրա։ Հնարավոր է նոր ձերբակալություններ լինեն եւ հեծի եւ Կարապետյանի մերձավորների շրջանում, ասել է Հրապարակի աղբյուրը։ Այն փաստը, որ Փաշինյանի կառավարությունը 3.2 միլիոն դոլար է հատկացրել հեծի արբիտրաժային հայցից պաշտպանվելու համար, առաջացնում է քաղաքացիների վրդովմունքն ու զայրույթը։ Հայլուրի թղթակցին նրանք ասել են, որ բյուջեի միջոցներից մսխվող այդ ահռելի ծախսը հերթական անգամ վճարելու են իրենք սեփական գրպանից։ Իրան պետք է ասեն այդ 3.5 միլիոն դոլարը, որ հաստատ ունի, չեմ կասկածում, որ չունի դրանց կանալ, ավել բերի տնի տեղը։ Եթե նա մեր բյուջեից բոլորիս վճարած փողերով նա ապրում է շքեղ, որը որ լրիվ անօրինական է, էլ մնացած էլ ինչ ենք ուզում։ Պատերազմի ժամանակ քանի 100 միլիոն կերավ, ասեց կորել է։ Այս մյուսն էլ պետք է մեր բյուջեից վերցնեն, իրանք ման գան։ Կարելի է ուրիշ տեղ օգտագործել այդ գումարը։ Իրավաբանները շատ ցածր են գնահատում Ստոկհոլմի արբիտրաժում հաջողության հասնելու կառավարության շանսերը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը եւս վստահ է, որքան էլ ծախսի կառավարությունը, ինչ ընկերություն էլ ներգրավի իր պաշտպանության համար, միևնույնն է, պարտվելու է։ Դրանից ավելի պարտված գործ ես չեմ պատկերացնում։ Հեծը ոչ թե պետականացնում, այլ կուսակցականացնում է Նիկոլ Փաշինյանը 2026-ի խորհրդարանական ընտրությունների շեմին։ Կառավարության քայլերի բուն նպատակը ձևակերպում է Ռուբեն Մելիքյանը։ Հեծը դառնում է այս ընթացքում ԿՊ-ի ինչ-որ նախընտրական շտաբ։ Ինչքան ԿՊ-ական կա, որ աշխատանք չուներ, տարան այդտեղ։ Քաղաքացիների դժգոհության նոր ալիք է բարձրանում, երբ իշխանությունները փորձում են զրպարտելով ու ծաղրելով սևացնել Տաշիր հիմնադրամի հերթական բարեգործությունը։ Մարդկանց քննադատության թիրախում այս անգամ Վեդիի ոչ անհայտ ԿՊԱ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանն էր, որն իր ֆեյսբուքյան էջում փորձել էր որպես քաղաքական հաշվարկ ներկայացնել 15000 առաջին դասարանցիներին իրենց առաջին պայուսակները նվիրելու բարեգործական ձեռնարկը։ Այսպիսի նվերները շատ ընտանիքների համար իրական աջակցություն են, հատկապես գյուղական համայնքներում, ԿՊԱ-ական համայնքապետին հիշեցնում են օգտատերերը։ Արմեն Ֆահրադյանն օրինակ գրում է. Ինչու եք ծնողներին ու իրենց արժանապատվությանը կպչում։ Հասարակ գյուղացու համար, որը դպրոց է ճանապարհում մի քանի երեխա, թեկուզ 5000 դրամի աջակցությունն էլ մեծ բան է։ Դուք 15000-ի անեիք։ Մեկ այլ օգտատեր, Արմինե Նավոյանը արձանագրում է. Եթե դուք ինչ-որ բան եք արել եք համայնքային բյուջեից, ոչ թե անձնական գրպանից։ Եթե սա ընտրակաշարք է, հիշեցնեմ, ժամանակին մեկն էլ կար ջեմ էր բաժանում ու երկրի ղեկավար չդարձավ դրանով։ Ձեր իշխանությունը սովոր է բոլորին քննադատել, ցանկացած բանի տակ ենթատեքստ փնտրել։ Բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ նշում են, որ նման նվերները առաջնային կարիք են փակել հազարավոր ընտանիքների համար։ Գուցե վարկաբեկելու փոխարեն կազմակերպեիք ու բոլոր առաջին դասարանցիներին ձեր ասած 5000 դրամանոց պայուսակներն ու պիտույքները նվիրեիք ու տեսնեիք երեխաների ուրախաչուկները, գրել է մեկ այլ օգտատեր։ Հատկապես մեծ դժգոհություն են առաջացրել իշխանամետ լրատվամիջոցների տարածած ակնհայտ բեմադրված տեսանյութերը, որտեղ իբր մարդիկ այրում են ստացած պայուսակները։ Սակայն բորբոքված երևակայության այսպիսի դրսևորումները միայն ավելի ակնհայտ են դարձնում, որ իշխանությունը նույնիսկ այս պարզ մարդասիրական ձեռնարկն է դիտարկում որպես իրեն մրցակից ու քաղաքական ախոյան։
Մինչդեռ Տաշիր հիմնադրամի համար նոր բան չէ սոցիալապես անապահով ընտանիքներին օգնելը։ Արդեն 30 տարուց ավելի է, ինչ Կարապետյանները դպրոցական պայուսակներ են նվիրում Հայաստանի առաջին դասարանցիներին։ Տարիների ընթացքում այդ նվերը ստացել է 70,000 երեխա, եւ նույնիսկ այսօր դպրոց գնացող շատ փոքրիկների ծնողներ են ժամանակին եղել այդ ծրագրի շահառուներ, հիշեցրել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ Կրթական տասնյակ ծրագրեր է արել Տաշիր հիմնադրամը, մասնավորապես տեսողական խնդիրներով երեխաների համար հատուկ դասագրքեր է պատվիրել ու նվիրել դպրոցներին։ Դրամական պարգևավճարներ է տվել հարյուրավոր ուսուցիչների ու երիտասարդ գիտնականների։ Տասնյակ տարիներ շարունակվող այս բարեգործությունը չի կարող դառնալ քաղաքական շահարկման առարկա, եւ հասարակության արձագանքն էլ ցույց է տալիս, որ մարդիկ գնահատում են խոշոր բարերար Սամվել Կարապետյանի կատարած գործերը։ Այսօր ուզում եմ ձեզ պատմել, թե ինչ լավ բաներ է արել քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը Հայաստանի համար։ Առաջին գնահատելի բանն իհարկե դպրոցների շինարարությունն է։ Շատերն են շնորհակալ կառավարությանը դպրոցներ ու ճանապարհներ կառուցելու համար, եւ դա նրա հիմնական դրական կողմերն են համարում։ Բայց թե ինչ դեր ունեցավ կառավարությունն այդ շինարարության մեջ եւ ինչպես ամեն դպրոցի շինարարությունը թանկացավ $1 միլիոն, բացահայտում է Նարեկ Կարապետյանը։ Մինչև 2024 թվականն ամեն բան ընթանում էր սահմանված կարգով, բայց տարվա սկզբին վարչապետը որոշեց այցելել դպրոցներ եւ նրա հայտնվելով տեղի ունեցավ հայտնի կախիչ օպերացիան։ Նա քաշեց կախիչը ընկավ, նայեց դպրոցների աշխատանքները, խիստ նկատողություններ տվեց պատկան մարմիններին, քաղաքաշինության կոմիտեի ղեկավարին աշխատանքից հեռացրեց, եւ այդ խստության արդյունքում մենք ունեցանք մի շատ կարևոր փոփոխություն։ Այդ շոուից հետո մի ամսվա ընթացքում մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան $1 միլիոն։ Ամեն դպրոց, որը առաջ կառուցվում էր, օրինակ 900 միլիոն դրամով, սկսվեց կառուցվել նույն պրոյեկտով 1.4 միլիարդ դրամով։ Ամեն քառակուսի մետրի մեջ, եթե առաջ շինարարությունը եւ բարեկարգումը արժեր $900, $1500 դարձավ։ Սիրելի հայրենակիցներ, ոչ մի բան չի փոխվել այդ երկու պրոյեկտների մեջ։ Փոխվել է մի բան։ Երկրի ղեկավարը եկել է եւ տվել է սխալ իմպուլս գործարարներին։ Նա ասել է, որ եթե ինչ որ աշխատանք լավ որակի չի արվում, խառնվելու են ուժայինները։ Գործարարները արձագանքելու մի ձև ունեն։ Դրանք վերանայում են գները։ Այդ օրվանից հետո 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել նույն նախագծով, բայց արդեն կրկնակի թանկ գնով։ Այսինքն 128 դպրոցի մեջ մեր երկիրը մոտավորապես $120 միլիոն փող է կորցրել միայն կախիչ օպերացիայի համար։ Շատ թանկ նստեց մեր վրա կախիչ օպերացիան եւ շատ թանկ է ամեն անգամ նստում մեզ վրա մեր երկրի ղեկավարի էմոցիոնալ պահվածքը։ Կառավարության հպարտության երկրորդ առարկան ճանապարհաշինարարությունն է։ Տարեկան կառուցվող մոտ 500 կիլոմետրը տարփողվում է որպես շատ լավ ցուցանիշ։ Բայց օրինակ Վրաստանի կառավարությունը, որին մեր արևմտամետ գործընկերները շատ են անուն դնում, տարին 1000 կիլոմետր ճանապարհ է սարքում, նկատել է տալիս Նարեկ Կարապետյանը։ Հայաստանի կառավարությունը կառուցում է 500 կիլոմետր ճանապարհ եւ այդ մասին թմբկահարում է ամեն անկյունում։ Դա ճանապարհ կառուցելը առավել եւս 500 կիլոմետր ճանապարհ։ Դա հերոսություն չէ։ Դա մեծ կառավարչական հնարք չէ կամ ձեռքբերում չէ։ Դա նորմալ է։ Ամեն կառավարություն պետք է կառուցի այդ ճանապարհները եւ պետք է կառուցի ավելի շատ ճանապարհ։ Ռուսաստանում շատ կգտնենք ջավախից մեր հայրենակիցները կամ Արտումից մեր հայրենակիցների ընկերություններ, որոնք տարեկան հարյուրավոր կիլոմետրի ասֆալտ են անում եւ 500 կիլոմետրը դա ամենամեծ պոտենցիալը չէ Հայաստանի համար, որի համար 3 միլիոն մարդ պետք է ընտրի մի կուսակցություն, որը բազում խնդիրներ է բերել մեր հայրենիքին։ Ոչ արդյունավետ կառավարման մասին է խոսում Նարեկ Կարապետյանի վերած համեմատությունը։ Եթե անկախության 27 տարվա ընթացքում Հայաստանի վերցրած պետական պարտքը $6 միլիարդ էր, ապա ճիշտ այդքան է վերցրել այս կառավարությունը ընդամենը 7 տարում, ամեն տարի այն ավելացնելով $1 միլիարդ։ Եթե դուք ասեք, թե ավելացնում է, որ ճանապարհ կառուցի, հարգելիներս, ճանապարհի վրա այս կառավարությունը տարին ճանապարհի շինարարության վրա, որը 330 կիլոմետր է եղել, մենակ շինարարությունը, ծախսել ընդամենը $130 միլիոն։
Մինչդեռ պետական պարտքի միայն սպասարկումը 2024-ին մեր երկրի վրա նստել է մոտ 720 միլիարդ դրամ, գրեթե բանակի չափ ծախս, որն ավելի է աճելու մեծ խոստումների նախընտրական տարում։ Արդեն քննարկվում է, որ եւս 200 միլիոն, 300 միլիոն դոլար ավել կլինի 1.2-1.3 միլիարդ մինչև վտանգ կա, որ կարող է աճել։ Պարտքի վրա հիմնված տնտեսական քաղաքականության համար վճարելու ենք մենք, յուրաքանչյուր քաղաքացի, ասում է Նարեկ Կարապետյանը։ Նրա առաջարկած լուծումը ներդրումներն են արտադրական հզորությունների մեջ եւ դրանց առաջացրած եկամուտները։ Այդ ծրագիրը նա ներկայացրել է Վանաձորի զարգացման նախագծում։ Հեցի վերաբերյալ Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ պարտադիր կատարման։ Կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ գրասենյակի ղեկավարը գրությամբ հաստատել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը պարտադիր է կողմերի համար կայացման պահից, հայտարարում է Հեցի նախկին ղեկավար Դավիթ Ղազինյանը։ Այսպիսով նրա խոսքով կառավարությունն ընդունել է, որ Հեցի բռնագանձման հետագա քայլերն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը պետք է պարտադիր կատարվի, սակայն կատարելու իմիտացիա է ստեղծում պատասխանատվությունը դնելով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի եւ դրա նախագահի վրա։ Կառավարության պարզաբանման համաձայն ՀՑԿՀ նախագահը պետք է իր որոշումով կասեցնի կառավարչի գործունեությունը, ասում է Դավիթ Ղազինյանը։ Ես համոզված եմ, որ հանձնաժողովի նախագահ անկախ չի, բայց թե ինչու է իր վրա վերցրել այսպիսի բեռ, այսպիսի այնց կոպիտ չհնչի, բայց մահապարտի կարգավիճակում ինչեր է հայտնվել, չեմ կարող ասել, այդ հարցը իրեն պետք է ուղղել, որովհետև տեսեք, հիմա պետությունը ունի խնդիր, բոլորս տեսանք, որ 3.2 միլիոն, եթե չեմ սխալվում, արդեն տրվեց այդ փաստաբանական ծառայություններին, որպեսզի պաշտպանեն պետության։ Նախ առաջինը շատ ցավալի է եւ ամոթ է, որ պետությունը ունենալով կառավարության աշխատակազմում այդպիսի վարչություն, որը պետք է զբաղվի պետության պաշտպանության միջազգային հարթակներում, իրավական առումով վարձում ենք ինչ-որ մեկ գնումով, եթե չեմ սխալվում, վարձում ենք ինչ-որ ամերիկյան ընկերություն, որը պետք է պաշտպանի, դա մեկ։ Երկրորդը, ստանալով կառավարությունից դիրքորոշում, պարզաբանում, որ դա կատարման ենթակա է, չի կատարում, որպեսզի հետո ասեմ, դե անկախ մարմիններ չարեց, այսինքն ամբողջությամբ, այո, դե պատասխանությունը իր վրա գցել ի սկզբանե է եղել։ Ղազինյանի ասուլիսից մեկ օր հետո Փաշինյանը հայտարարում է, որ ինքն է կառավարությունը եւ որևէ մեկը չի կարող իրեն հակառակ կարծիք ունենալ։ Եթե ինչ-որ մեկը կառավարության անունից հայտարարել է, որ պարտադիր է միջազգային ատյանի որոշման կատարումը, պետք է հեռանա գործադիրից, հակառակ դեպքում ինքը կհեռացնի։ Փաշինյանը նաև շեշտում է, թե իր կառավարությունը հաղթել է արբիտրաժային դատարանում, չնայած հիմնական դատավարությունը դեռ առջևում է։ Այս հայտարարությունների համար Փաշինյանին շնորհակալություն է հայտնում Նարեկ Կարապետյանը, նկատելով, որ եւս մեկ նման բովանդակ հայտարարություն կառավարության ղեկավարի կողմից եւ Հեցի գործով Կարապետյանները հաստատ կհաղթեն միջազգային ատյանում Փաշինյանի կառավարությանը։